Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ողջունում եմ բոլորիդ և սկսում եմ նոր հոլովակ, դուրս եմ եկել մեր այգի, որպեսզի համ ձեզ ցույց տամ, համ էլ սիրելիներս ողջունեմ ձեզ, օրը անպամած, մթնդած, ամպերը սևացած, արդեն մի շաբաթ է սիրելի հետևորդներ ջան, այսպիսի եղանակ է, օդը սառը, քամի, ամպոտ, ուր որ է անձրև կգա և ամեն օր էլ գալիս է, ճիշտ է, որ ասեմ շատ հորդառատ է, չէ, մի 3 օր առաջ շատ հորդառատ անձրև եկավ, իսկ այս 2 օր է արդեն քիչ կաթիլներով գալիս է, հələ գեղեցիկ մեխակներից տեսեք, սիրով ձեզ եմ նվիրում և սիրով այս տեսարանով էլ սիրելիներս ուզում եմ ձեզ ասել լավ մնացեք, առողջ մնացեք, ուրախ եղեք, միշտ ժպտացեք, գոհացեք Աստծուց ամեն լուսաբացի համար, նորից հողամասում են, աշխատում են, ջրում են սիրելիներս, գործ էլ չկա, բայց իրենց է գործ են ստեղծում և աշխատում են, են մանր խոտերն են հանում, գարոխները սիրուն կապեց, բարձրացրեց, մի խոսքով իրենց համար ստեղծում են գործ և անում են, զբաղվում են, աշխատանքից եկել են, հացները կերել են, անցել են իրենց գործին, ամուսինս էլ բույսերն է ստուգում, ինչքան են մեծացել, որն է փչացել, որն է լավ, ծառերի վրա ինչքան բերք կա, ինչ կա, խնձոր է, սալորենի է, ես էլ նկարում եմ սիրելիներս, համ ինձ համար, համ էլ ձեզ համար, բա որ չնկարեմ, ով պետք է նկարի ձեզ ցույց տա, ես էլ նկարում եմ սիրելի, անցել են գործի սիրելի հետևորդներ ջան, ամեն մարդ իր գործին ջուր են անում, մանիկը բողք է քաղում, կանանչի, հələ տեսեք ինչքան մեծացել է, սիրունացել է մեր այգին, ցնցուխով, շլանգով ջրում են, գեղեցկուհի մեխակները աչքով են անում ձեզ, սիրելի հետևորդներ ջան, իրենց գեղեցկությամբ, ասեմ, որ նորից անպամած, քամի, հով եղանակ է սիրելիներս, մի հատ խոտ կարող եք ցույց տալ, որ կա խոտ, իհարկե չեք կարող, որովհետև չկա, սիրելի հետևորդներ ջան, հələ ստեղ նայեք, այսենց մաքրություն, գեղեցկություն, բնություն, այգի, հողամաս, կանանչ, բույսեր, կանանչիներ, մի խոսքով, ծաղիկներ, հələ այս ցինիաներին տեսեք, բա այն կողմի ցինիաները ինչքան մեծացել են, ռեհանները, ամեն ինչը սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչն է լավ է, փոփոխություն կա հեչ, բոմյայի մեջ, սիրելիներս բամյան ուշ ծածկեցինք, անընդհատ անձրևները որ եկան, նեխացրեցին բամյան, մինչև ծածկեցինք, նոր սկսել են աճել, բավականին չաճեց, ահագին բոմյա չաճեց սիրելիներս, նորից քախանել է, թողել ենք, որ այն որ ասում են քեշին մի քիչ արմատակալի, չենք ջրելու, մինչև լավ արմատներ տա, հաստանա, ցույց տամ սիրելիներս, ծաղկամանի ծաղիկները, որ կտրել ենք, լավ փարթամացել են, աճել են լավ, շատյորի կողքի ծաղկամաններն եմ ցույց տալիս,
Այս ծաղիկները բալկոնից ենք բերել, դրել ենք ստեղ։ Տեսեք, ինձ սիրուն է։ Անպայման պետք է պիտունյան ծերատես, որ այսպես փարթամանա։ Այս ցինյանները կբերես ես մանի։ Գեղեցիկ, մաքրեցին, մաքուր ցանկապատը նոր դրեցին։ Ամբողջը խոտ էր, հիշում եք, ցույց եմ տվել։ Խոտի մեջ էր։ Լավ մաքրեցին։ Հրաշք մեխակները թաքնված մաքրեց Մանիկը որդուս հետ, հիմա լավ արդեն երևում են։ Այն ժամանակ էլ էր երևում, բայց շատ չնչին տեսքը լավ չէր երևում։ Ստեղ էլ մեխակ ունեմ, լիլիաներս են, լրիվ կոկոմ է։ Տեղափոխել ենք այն կողմից, որ այնտեղ շինարական աշխատանք են անում, հանել ենք այս մեխակներն է, սիրելիներս, տեսնում եք, այս տարի չի ծաղկել, այս ծաղկածները նախանցած տարվանն են, իսկ անցած տարի, որ աշնանը ցանել եմ, դեռ չեն ծաղկել, մյուս տարի նոր կծաղկեն, բայց այս ամսին մի երկու օրից ցանելու եմ, սիրելիներս նորից, սիրուն, մաքրվեց, մի խոսքով խոտից հանեցինք, ծաղիկները շնչում են, ֆլոքս է սա, այս աստղանման ծաղիկները արդեն թափվեցին, մի մոմենտ էր, ծաղկեցին և թափվեցին, մեխակներ, սպիտակ գարտենզիա, ֆլոքս է, պիոն է, իրիս հիրիկները ծաղկեցին, վերջացան, նա էլ փաթաթովի ծաղիկ է, այսինչ տեսակ թե ինչ գործ էին անում, այստեղ կապեցին, երկարացրեցին, որ փաթաթվի, ստեղ է փոքրիկ մանուշակ է կարծեմ, հա մանուշակ է բերետ ընկել, սիրելիներս, սա էլ մեր պարտեզի գեղեցիկ վարդերն են, գեղեցկություն, տեսեք ինչքան գեղեցիկ նուր, փաթաթված թերթիկներով, կոկոմները շատ, ես չեմ պատկերացնում առանց այս անուշաբույր վարդերի մեր պարտեզը, յուրահատուկ վարդեր են սիրելիներս, ամեն մեկը մի գեղեցկություն ունի, տեսնեք այս վարդի կոկոմը երկու գույնանի, սպիտակ, կարմիր, գեղեցիկ, մի թեթև քամի է, ավելի է քամին գեղեցկացնում վարդերին, այս գեղեցիկ վարդն էլ բացված թաքնվել է սիրելիներս, մի անկյունում, որ ավելի գեղեցկացնում է, սիրելիներս, տեսեք ինչ հիասքանչ վարդ է բացված, խաղեմ ձեզ նվիրեմ, սիրելիները, ճիշտ եմ ասում, չէ, հլը տեսեք, ինչքան գեղեցիկ է, սիրելի հետևորդներ ջան, մեխակի նման է բացվել վարդը, ամբողջը ծաղիկ է, այս հենց քաղեմ, ի սրտե նվիրեմ ձեզ, այս գեղեցկությունը, հիասքանչ վարդ է, գեղեցկությունը, ամբողջը ծաղկած է, ճիշտ եմ ասում, չէ, որ շատ գեղեցիկ են վարդերս, համաձայն եք ինձ հետ, թե ոչ, էլ դեղինս տեսեք, մուգ, բաց, գեղեցկություն, իրոք գեղեցկություն, հրաշք գեղեցկություն, շատ գեղեցիկ վարդեր են, նստում կոֆե եմ խմում և այս վարդերով հիանում եմ, սիրելիներս, սա էլ տեսեք,
թույլ բաց գույնի է, ոչ սպիտակ է, ոչ ռևզվի, գանգուր սիրուն իր թերթիկներով։ Դիարի մի գովի էս պարտեզի գեղեցիկ վարդերը։ Ծաղկոնք է, վարդերի ծաղկոնք պարտեզումս։ Բոլոր վարդերը ծաղկած են։ Այս բոլոր վարդերը սիրով նվիրում եմ բոլորիդ։ Սիրելիներս, հələ սրան տեսեք, բայց թագուհին տեսեք, իսկական թագուհի է, ինչքան գեղեցիկ թերթիկներ ունի, տեսնում եք, շատ գեղեցիկ է, շատ, սա էլ է մտել կանանչ, ճուղերի արանքը ծիկվիրկ է անում մեզ, տեսնում եք, ասում ես այստեղ թաքնված եմ, տիկին Մարինե, չես կարող քաղել և նվիրել, իհարկե կարող եմ սիրելիներս, քաղեցի հիմա և սիրով նվիրում եմ, այս մեկին խոսքերն ավելորդ են, մեկնաբանություններում գրեք վարդերիս մասին ձեր կարծիքը սիրով կպատասխանեմ։ Սիրելիներս, այստեղ էլ այս գեղեցկուհի վարդերին ցույց տամ, երկու գույնանի են, երկու հատ վարդ է, ծաղկամանով գնված վարդեր են խանութից, ծննդյանս օրվա կապակցությամբ էին առել անցած տարի, խնդրեմ սիրելիներս, դրել ենք հողը, ինչպես լավ աճում է, դեղին գույնն է և թույլ ռոզվի գույնի վարդերն են, ինչքան են փարթամացել, ծաղկել, գեղեցկացել, ինչքան կոկոմ ունեն, տեսնում եք, երբեք չէի պատկերացնի, որ ծաղկամանի ծաղիկները, վարդերը այդպես հողի մեջ գեղեցիկ կծաղկեն, իրոք հրաշք են, բա ոնց չասեմ հրաշքներ ջան, ինչքան գեղեցիկ եք և ինչքան գեղեցկություն եք տալիս մեզ, շատ ընտիր գեղեցիկ ծաղկել են այս վարդերը, հիմա ծառի կողքերի ծաղիկներն էլ ցույց տամ սիրելիներս, միասին գնանք տիկին Մարինեի խոհանոց և մի համեղություն պատրաստենք, եթե խոհանոցում ենք գտնվում, ուրեմն համեղություն անպայման պետք է պատրաստենք, մի փոքր էլ այս ծաղիկները վայելեք և գնացինք մեր խոհանոց։ Սիրելիներս, գազօջախը վառեմ, նախապես տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, մաքրել եմ, լվացել եմ մի մեծ գլուխ սոխ, հիմա սոխը պետք է մանրացնեմ, այսօր սիրելիներս պատրաստելու եմ գրեչկայով փլավ, հնդկաձավարով փլավ, սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ գիտենք, որ հնդկաձավարը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար, հնդկաձավարի մեջ միներալները շատ են, կալորիաները քիչ, հնդկաձավար օգտագործելով գիտենք, որ հնարավոր է շատ նիհարել, հիմա սոխը մանրացնում եմ, ոչ շատ մանր, ոչ էլ խոշոր, դուք կարող եք խոշոր լցնել, կարող եք ավելի մանր կտրատել, ըստ ճաշակի, հիմա սոխը կկտրատեմ, մինչև բուսայուղը տաքանա, այդ ընթացքում արդեն վերջացրած կլինեմ մանրացրած սոխը և կլցնեմ տապակվելու, հետո աստիճանաբար ցույց կտամ, թե ինչ պետք է անեմ և ոնց եմ պատրաստելու հնդկաձավարով փլավը, ասեմ, որ ես ինքս էլ եմ շատ օգտագործում հնդկաձավարով փլավ, տարբեր տեսակների կարելի է պատրաստել, այսօր իմ տարբերակն եմ ցույց տալու, բուսայուղը լավ տաքանալուց հետո լցնում եմ տապակի մեջ մանրացրած սոխը և կտապակեմ մինչև լավ տապակվի, դառնա ոսկեգույն, սիրելիներս, գազօջախին դրել եմ
կաթսայով ջուր, արդեն համարը ուզում է եռալ։ Այսօր գրեչկան հնդկաձավարը պատրաստելու եմ մի փոքր խաշած, հետո նոր, արդեն սոխի մեջ տապակած։ Սիրելիներս, կաթսայի ջուրը արդեն լավ բլբլթում է։ Հիմա կավելացնեմ աղ և կլցնեմ հնդկաձավարը լվացած։ Ասեմ, որ ես հնդկաձավարը լցրել եմ աչկա չափով, առանց չափաբաժնի, մաքրել եմ ու լավ լվացել։ Հիմա մի թեթև կխաշեմ, կջրքամեմ, նոր արդեն մնացած գործողությունը։ Մի հատ էլ խառնեմ, թող եփի։ Սոխը, սիրելի հետևորդներ ջան, արդեն լավ կարմրել է, հիմա պետք է սոխին ավելացնեմ մեր հնդկաձավարը, թեթև խաշված։ Հնդկաձավարը խառնում եմ սոխին։ Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ տավարի գավյադինով։ Ավելացնում եմ տավարի գավյադինը։ Տեսեք ինչ լավ գավյադին է, խուշոր մսի կտորներով։ Հիմա սիրելիներս, ամբողջը կխառնեմ իրար և կթողնեմ մի թեթև նորից տապակվի հնդկաձավարը սոխի հետ։ Համեմում եմ սովորական կերակրի աղով։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա ավելացնում եմ մի մեծ կտոր կարագ։ Սկզբից սոխը տապակեցի բուսայուղով, հիմա ավելացնում եմ հնդկաձավարին մի մեծ կտոր կարագ։ Կարագը դնելուց հետո տապակի բերանը կծածկեմ կափարիչով, կանջատեմ գազի օջախը և 5 րոպե հետո նոր արդեն ցույց կտամ, թե ինչպես է ստացվել մեր հնդկաձավարով փլավը։ Սիրելիներս, հիմա տեսնենք միասին, թե ինչպիսի փափուկ, իրար չկպչող, հատիկ հնդկաձավարները փլավ ստացվեց։ Դե ինձ մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Հիմա խառնեմ, ծածկեմ, գնանք ցույց տամ մեր ջերմոցի լոլիկները, սիրելիներս։ Հիմա մտել եմ ջերմոց, նայեք վարունգները։ Տեսնում եք ինչքան վարունգ եմ անել, լոլիկները տեսեք։ Ընտիր լոլիկներ են, սիրելի հետևորդներ ջան, հերթով, տեսնում եք, ընտիր են, ընտիր։ Տարբեր տեսակի լոլիկներ ունենք ջերմոցում, սիրելիներս, տեսնում եք մուգ թանաքագույն, դեղին, կարմիր, ռոզվի,
Եվ ասեմ, որ շատ համեղ սորտերի լոլիկներ են։ Չերիները երկար լոլիկներ են մարինատի համար։ Սա էլ մեր բարխծի ծաղիկն է, ջերմոցի մեջ էլ ենք դրել։ Հիմա կամանց ցույց տալով կհասնենք մեր ձմերուկին։ Սա մարինատի համար ենք շատ արել, որ մեր լոլիկներով մարինատ պատրաստենք։ Ձմերուկը դեռ չենք տեղափոխել, թողել ենք, որ լավ մեծանա, նոր դնենք հողի մեջ։ Տեսնում եք, բարխծի ծաղիկ նորից։ Շատ ենք տնկել ջերմոցի մեջ, մի 6-7 քյոլ։ Սա էլ ձմերուկը, տեսեք ինչ լավ փարթամացել է, կտեղափոխենք արդեն հողի մեջ։ Իսկ հիմա գնանք փողոցի կողմի ծաղկանոցն էլ ցույց տամ սիրելիներին։ Ցույց եմ տալիս դեկորատիվ կուստերը։ Մեզ մոտ ասում են քյոլ։ Ծաղիկները նորից ցույց տամ, վաղը նոր կջրենք։ Այսինքն սիրուն ցույց եմ տալիս ձեզ։ Ամպերը հավաքվել են։ Էս էլ կապած վարդերը գեղեցիկ։ Բարձրացրեցին, կապեցին, ավելի գեղեցկացրեցին սիրելի հետևորդներ ջան։ Սա էլ էս ծաղկանոցը։ Շատ սիրուն ստացվել է, ծաղիկները աճում են, սիրուն գեղեցիկ տեսք են տալիս։ Մեքենան այնտեղ է կայանված, քանի որ այստեղ հələ պատրաստ չի։ Դե ինչ, սիրելիներս, այս գեղեցիկ վարդերով էլ ձեզ ասում եմ, մնացեք խաղաղությամբ, եղեք առողջ, օրհնված, սիրում եմ բոլորիդ, իմ ջերմ բարի հետևորդներ ջան, ձեր գործերին հաջողություն եմ ցանկանում, Աստծու օրհնությունը առատորեն ձեր օջախներից անպակաս լինի, սիրելիներս, ստեսություն, բարին ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը, լավ մնացեք և ուրախ եղեք։